Հուլիսի 18-ին հայ առաքելական Սուրբ եկեղեցին տոնախմբեց Սուրբ Թադեոս Առաքյալի եւ Սուրբ Սանդուղտ Կույսի հիշատակը։ Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի մոմավառության այս սրահն օծվել է 2025 թվականի հուլիսի 27-ին հայոց հայրապետի ձեռամբ։ Այստեղ զետեղված է Թադեոս Առաքյալի սրբազան մասունքը։ Սրահի մյուս խորանի մոտ Բարդուղիմեոս Առաքյալինն է զետեղված։ Մարդիկ աղոթքներով մասնակցեցին Սուրբ Պատարագին եւ հաղորդակցվեցին Թադեոս Առաքյալի սրբազան մասունքից բխող զորությանը։ Հիսուսի ընտրած 12 առաքյալներից Հայաստան եկան երկուսը՝ Թադեոս եւ Բարդուղիմեոս առաքյալները։ Նրանք եղան Հայաստան աշխարհի լուսավորիչներն ու մեր եկեղեցու հիմնադիրները։ Սուրբ Թադեոս առաքյալը Քրիստոսի համբարձումից հետո մեկնում է Եդեսիա, քարոզում, բժշկում եւ դարձի է բերում Եդեսիայի Աբգար արքային։ Գալով արտազգավառ Թադեոս առաքյալը մտնում է հայոց արքունիք եւ դարձի բերում արքայադուստր Սանդուղտ Կույսին։ Սանաթրուկ արքայի հրամանով սպանվում է արքայադուստրը։ Նրա մարմնի վրա երկնքից իջած լույս է տարածվում։ Սանդուղտը համարվում է առաջին հայ քրիստոնյա մարտիրոսուհին։ Թադեոս առաքյալը բազմաթիվ հեթանոսների է քրիստոնեական հավատքի բերում։ Առաքյալն իր հետ Հայաստան է բերում Սուրբ Գեղարդը, որով զինվորը խաչի վրա խոցել էր Հիսուսի կողը, ինչպես նաև մի բաժին այն յուղից, որ Հիսուս փոխանցել էր առաքյալներին։ Այժմ էլ միրոնօրհնության ժամանակ հին միրոնից որոշ մաս են խառնում նորին, իսկ Թադեոս առաքյալը միշտ պատկերվում է Սուրբ Գեղարդը ձեռքին։ Սրբազան Գեղարդը մեր եկեղեցու մեծագույն հարստությունն է եւ պահվում է Մայրաթոր Սուրբ Էջմիածնում։ Մոմավառության աղոթասրահի Սուրբ Թադեոս մատուռում պատարագ մատուցեց Տեր Գրիգոր Քահանա Հովանիսյանը։ Պատարագիչը մեկնեց ավետարանի այն հատվածը, երբ Քրիստոս զորություն եւ իշխանություն է տալիս աշակերտներին քարոզելու Աստծո արքայությունը բժշկելու ախտերով վարակվածներին։ Թող այսօրվա սրբերի Սուրբ Թադեոս առաքյալի եւ Սանդուղտ Կույսի բարեփոխությամբ Աստված մեր աչքերն բացի։ Մեր հոգու աչքերը բացի։ Սուրբ Սանդուղտը ուներ թագավորական փառք ու կարողություն, սակայն իր օրինակով վկայեց ու հաստատեց, որ երկնքի արքայության դիմաց երկրի փառքն ու հարստությունը ոչինչ են, ասում է Ոսկանաբեղա Ոսկանյանը։ Սուրբ Թադեոս իր հետ բերել էր խաղաղության Քրիստոսի ավետարանը, սիրո ավետարանը, որպեսզի պատգամ էր։ Նա լավ գիտեր, որ այստեղ պարարտ հող չէ, այստեղ հեթանոսական խավար, այսպես ասած, իրականությունն էր տիրում։ Եվ նա չեկավ այստեղ զորքով, եկավ սիրով եւ խաղաղությամբ, որպեսզի ավետարանի եւ իր օրինակով ցույց տա, որ ոչինչ չի կարող իրեն բաժանել Քրիստոսի սիրուց։ Եվ իր խոսքերին, իր քարոզչությանը հավատաց նաեւ Սանատրուկ թագավորի դուստրը Սանդուղտը, որը եւս ընդունեց իր հետ նահատակության պսակը։ Եվ ինչպես մեր եկեղեցու հայրերն են ասել, արյուն նահատակած վեմն եկեղեցվո այս արյան շնորհիվ հայոց աշխարհում պտղաբերեց քրիստոնեությունը եւ իր արդյունքը տվեց եւ շատ անգամ մեզնից էլ է պահանջվում հենց այդ զոհաբերությունը։ Սրբերի հիշատակությունն առիթ է անդրադառնալու նրանց վարքին, օրինակին, մոտորելու քրիստոնեական հավատի բարեպաշտության մասին։ Հայոց եկեղեցին Սուրբ Թադեոս առաքյալին հիշատակում է տարին 3 անգամ, 12 առաքյալների շարքում Սուրբ Սանդուղտ Կույսի հետ եւ Սուրբ Բարդուղիմեոս առաքյալի հետ։ Սուրբ Թադեոս առաքյալի եւ Սուրբ Սանդուղտ Կույսի հիշատակության օրը Մայրաթոր Սուրբ Էջմիածնում ներկա հոգևոր դասն ու հավատացյալները աղոթեցին հավատի մեջ զորավոր անդկոտրում մնալու Հայաստան աշխարհի անվրդով խաղաղ կյանքի համար։ Աննա Թամրազյան, Գևորգ Ավագյան, Եկեղեցական կյանք։